Ելքերը ես մեկ անգամ ասել եմ, նորից եմ ասում, պետք է առաջնորդվենք հանուն պետության, հանուն եկեղեցու, մի կողմ դնելով անձնական նեղ թիմային շահերը, հենց այդ արեցինք, լուծումները մենք կգտնենք շատ արագ։ Իսկ ճանապարհային քարտեզ, ճանապարհային քարտեզ հանուն պետության, հանուն եկեղեցու եւ ով այս ընթացքից շեղվի, ինքը շատ արագ դուրս կմեղվի բոլոր գործընթացներից։ Դրա համար ճիշտը ասում եմ, եթե առաջնորդվենք հանուն պետության, հանուն եկեղեցու, մենք բոլոր հարցերի պատասխանները արագ կգտնենք, լուծումներն իրականացնենք։ Ես այստեղ ուղղակի կոչ եմ անում նրանց, ովքեր մինչև հիմա հավատից, եկեղեցուց, կրոնից հեռու են եղել, ովքեր իրանց դրել են կաթողիկոսի պաշտպան, ովքեր իրենց դրել են Նիկոլ Փաշինյանի պաշտպան, վարչապետի պաշտպան, մի կողմ քաշվեն, թող որ եկեղեցուն մոտ կանգնած եւ եկեղեցուն գտնվող մարդիկ, այսինքն եւ հասարակ սովորական հավատացյալները եւ եպիսկոպոսաց ժողովը հանգիստ լուծում տա այս հարցը։